Վերջերս հրատարակվեց վերջապես այն առաջարկը, որը արել էր Մինսկի խումբը այս ղեկավարությանը։ Ոչ մի նոր բան մենք չիմացանք։ Մենք բոլորս գիտենք սա ինչ է։ Առաջարկում էր հանձնել 5 շրջանը, թողնել 2-ը, Կելբաջար առաջինը եւ ապագայում անցկացնել հանրաքվե, որը կորոշեր Ղարաբաղի կարգավիճակը առանց որևէ սահմանափակման։ Այնտեղ այդպես էլ գրած է, սևը սպիտակի վրա գրած է, առանց որևէ սահմանափակման։ Ինչի մասին է այս խոսակցությունը, սա ինչ խելագարություն է, մարդիկ ասում են անցյալում ով ինչ է բանակցել, նախկին ղեկավարները չեն հասել անկախության։ Սա ուղղակի, գիտեք, սա նորմալ չի, այսպիսի խոսակցություններ, քննարկումներ ցիվիլ հասարակության մեջ պետքա տեղի չունենան, ամեն մարդ պետքա պատասխանի իր արածի համար։ Եթե մեկը գալիս է բանկա թալանում, նա չի ասում ես մեղավոր չեմ, որտեվ ինձանից առաջ արդեն թալանել էին, կամ մեկը գալիս է ինչ որ շենք է վառում կամ հրդեհ սկսում, ասում է գիտեք ինձանից առաջ արդեն վառել էին, ես մեղավոր չեմ։ Սա լուրջ խոսակցություն չի, ամեն ղեկավարը պետք է պատասխանի իր արածի համար։ Եթե հարց կա թե նախկին ղեկավարությունը կարող էր գնալ փողզիջման թե չէր կարող, դա կարելի է քննարկել, բայց փաստը այն է, որ նրանք Ղարաբաղ չեն հանձնել, պատերազմ չեն սադրել, այսպիսի ողբերգության չեն բերել եւ հայերի դեպորտացիայի չեն բերել Ղարաբաղի, չեն հայաթափել, դա փաստ է։ Ամեն ղեկավար պետք է պատասխանի իր արածի համար։ Նա ուներ այսպիսի առաջարկ, որը պահում էր Ղարաբաղը ստանալու էր մինիմում լայն ինքնավարություն, մինիմում Ադրբեջանի կազմում, նա չպատասխանեց կամ հրաժարվեց։ Խոսակցությունը վերջացած է։ Եվ հետևանքները մենք տեսանք։ Եվ եթե ամեն արածի արդարությունը նախկիններն են լինելու, այսինքն մենք պատերազմը սկսեցինք, որտեղ դա նախկինների մեղքն էր, մենք Ղարաբաղը հանձնեցինք, դա նախկինների մեղքն էր, այս առաջարկը չընդունեցինք, որտեղ նախկիններն էլ չընդունեցին, հիմա էլ արդեն հասավ Երևանի օդին, Երևանի օդը մեր մեղքը չէր, նախկինում է։ Եթե դուք եկել եք իշխանության, որ ոչ մի բանի համար պատասխան չտաք, եւ բոլոր խնդիրների պատասխանատվությունը նախկինների վրա է, ուրեմն դուք ինչու եք եկել իշխանության։ Ուրեմն դուք ոչինչ ավելի լավ չկարողացաք անել։ Եվ հետո դուք մեզ խոսք եք տալիս, ես լսել եմ, որովհետև հիմարի պես ձեզ հավատացել եմ մի քանի օրով, ես հրապարակում եմ, երբ որ դուք խոսք եք տալիս, որ ժողովրդի հետ բացի-բաց կքննարկեք, թե ինչպես է լուծվելու Ղարաբաղի հարցը։ Քննարկեցիք։ Ով էր ասում ինչ կուզեմ կբանակցեմ։ Էս էր ձեր բանակցածը։ Ով էր ասում զրոյական կետից կսկսեմ։ Էս էլ ձեր զրոյական կետն էր։ Ամեն ղեկավար պետք է պատասխան տա իր արածի համար այն պայմաններում, որը նա ուներ։ Ձեր արածը Ղարաբաղի հանձնելն էր, Հայաստանի ջախջախումն էր, 3 պատերազմներ, որի համար դուք պետք է պատասխանատվություն կրեք։ Այս խոսակցությունը վերջացած է։